FM 107-ի եթերում Արմուր ռադիոյի լրատվական հիմնական թողարկումն է, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այս թողարկմանը Հունգարիայում սկսվում է քաղաքական ճգնաժամ, կառավարության հրաժարականի պահանջ։ Արտգործնախարարը մեկնում է Փարիզ, Բաքուն պատասխան հայտարարությամբ է հանդես եկել։ Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Հունգարական ընդդիմադիր ժողովրդավարական կոալիցիա կուսակցությունը պահանջում է Հունգարիայի փոխվարչապետ, հանրային կառավարման եւ արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչի հրաժարականը։ Ինչպես Armenpress-ի հարցմանն ի պատասխան նշել են ընդդիմադիր ձախակողմյան կուսակցությունից, Հունգարիայի կառավարությունը պատշաճ կերպով չեզոքություն չի ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ։ Վիկտոր Օրբանի կառավարությունը Ռամիլ Սաֆարովին հանձնելուց ցույց է տալիս, որ Հունգարիայում չեն գնահատում մարդու կյանքը, եթե կացնահարող հանցագործը կարող է ազատ արձակվել, հայտնել են կուսակցությունից։ Կուսակցությունից նաև շեշտել են, որ Սաֆարովին արտահանձնելու քայլով Օրբանի կառավարությունն այս քայլն առաջացրեց միջազգային հանրության նողկանքը եւ քաղաքակիրթ մարդկության քննադատությունը, շեշտում է ժողովրդավարական կոալիցիան։ Կուսակցությունը պահանջում է նաև հրավիրել Հունգարիայի խորհրդարանի արտահերթ նիստ։ Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև հունգարական մի շարք լրատվամիջոցներ, հունգարացիներ, Հունգարիայի խորհրդարանի LMP-ի դիմադիր խմբակցությունը, Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական ֆան ակումբը։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Փարիզ։ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սեպտեմբերի 2-ին նախատեսված է նրա հանդիպումը ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ կասեցնելու Հայաստանի կառավարության որոշման մասին։ Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը ավանդական հայկական կուսակցություններին, համահայկական կառույցներին, երիտասարդական եւ կանանց կազմակերպություններին, մարդասիրական, մարզական, մշակութային եւ կրթական հաստատությունների ղեկավարներին, հայկական լրատվամիջոցների խմբագիրներին ուղղված հայտարարությունում կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը համախմբվել եւ բողոքի ձայն բարձրացնել Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի դեմ։ Շվեդիայում, Վրաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելու դեմ։ Այսօր Հայաստանում արտգործնախարարության շենքի եւ Հունգարիայի հյուպատոսության առջև տեղի ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցներն այրել են Հունգարիայի դրոշը։ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հիասթափված է Ալիևի որոշումից եւ բացատրություններ է պահանջում Հունգարիայից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիտորը, գրում է Washington Post-ը։ Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում մասնավորապես ասված է. նախագահ Օբաման խորապես մտահոգված է այն հայտարարության առնչությամբ, որի համաձայն Ադրբեջանի նախագահը Հունգարիայից վերադարձից հետո ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին։ Սաֆարովը խոստովանել էր, որ 2004 թվականին Բուդապեշտում սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարկարյանին եւ այդ դաժան հանցագործության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման պատիժ էր կրում։ Մենք ադրբեջանական իշխանություններին ենք փոխանցում մեր վրդովմունքը կապված Սաֆարովին ներում շնորհելու հետ։ Այս իրողությունը հակասում է տարածաշրջանում լարվածությունը թույլատնելու եւ հաշտեցմանը նպաստելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։ Միացյալ Նահանգները նաեւ բացատրություններ է պահանջում Հունգարիայից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու իր որոշման առնչությամբ, մասնավորապես ասված է ԱՄՆ հայտարարությունում։ Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաեւ ԱՄՆ մի շարք կոնգրեսականներ։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է ԱՄՆ պետդեպարտամենտի եւ ազգային անվտանգության ծառայության Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը դատապարտող հայտարարություններին։ ԱՄՆ պետդեպարտամենտը բացատրություն էր պահանջել Ադրբեջանից եւ Հունգարիայից հայ սպա Գուրգեն Մարկարյանի արտահանձնման, ապա ներում շնորհելու փաստի առնչությամբ։ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հարցում ինչպես Հունգարիան, այնպես էլ Ադրբեջանը հետևել են դատապարտյալների արտահանձնման եվրոպական կոնվենցիայի դրույթներին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքների բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը։ Ադրբեջանական կողմը ներկայացրել է բոլոր անհրաժեշտ իրավական տեղեկատվությունները։ Դրանց հիման վրա հունգարական կողմը տվել է իր համաձայնությունը, ասել է Ալեսկերովը։ Անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստին, ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ հունգարական դատարանը սահմանափակել է միայն նրա պայմանական ազատ արձակումը 30 տարիների ընթացքում։ Այդ սահմանափակումը սակայն չի տարածվել համաներման կամ ներման վրա։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով Ռամիլ Սաֆարովին ներում է շնորհվել համապատասխան Ադրբեջանի օրենսդրության։ Նրա հավաստմամբ համաձայն Ադրբեջանի սահմանադրության ներում շնորհելու իրավունք ունի միայն հանրապետության նախագահը։
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների ամփոփագրի օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապանների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն։ Armenian Cyber Army հակերական խումբը կոտրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքեջը։ Այս պահին կայքը չի գործում։ Ավելի վաղ հակերներն Ադրբեջանի ղեկավարի կայքում զետեղել էին հայ սպա Գուրգեն Մարգարյանի լուսանկարը ընդմիշտ մեծ հետեգրությամբ։ Այս պահին ադրբեջանական մի քանի լրատվական կայքեր՝ ԱՊԱ ԱԶ, Վեստի ԱԶ, Առաջին Նյուզ ԱԶ, ԱԶ ԱԶ չեն գործում։ Pan Armenian Net-ին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասել է, որ հավանաբար ադրբեջանցիներն իրենք են փակել կայքերը, որպեսզի խուսափեն հարձակումներից, քանի որ այս պահին հայ հակերներն անընդհատ հարձակման տակ են պահում դրանք։ Իսկ մենք ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը անվանափոխել Երևանում գտնվող Բուդապեշտ անվանումը կրող փողոցը կապված Հունգարիայի ոչ բարեկամական քաղաքականության հետ։ Օգոստոսի 31-ին ձերբակալվել է Ախթալայի քաղաքապետ Կարեն Խաչիկյանը, հայտնում է TRT-ը։ Ձերբակալությունը կապված է օգոստոսի 28-ին տեղի ունեցած միջադեպի հետ, որի ժամանակ Խաչիկյանի եւ Արսեն Չիչյանի Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետի միջև եղած հակամարտության հետևանքով ծեծկրտուքներ, ինչպես նաեւ կրակոցներ։ Գործի շրջանակում կան նաեւ մեկ կալանավորված Էդգար Հաղվերդյանը։ Նախաքննությունը շարունակվում է։ ԱՊՊԱ պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ԱՊՊԱ վկայագրերը ապահովադրիչներին տրամադրվելու են բացառապես տպագիր ձևով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։ Ըստ բյուրոյի հաղորդագրության նոր համակարգը թույլ կտա հնարավորինս բացառել պայմանագրում նշվող տեղեկությունների մուտքագրման ընթացքում հնարավոր անճշտությունները, ինչը կարևոր է հետագա հնարավոր հատուցումների անխճնդոտ իրականացման համար։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-ին 2-ին ամենուրեք, 3-ին արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Սեպտեմբերի 4-ից 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-ից 2-ին աստիճանաբար կնվազի գիշերը 3-ից 5, ցերեկը 4-ից 6 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 1-ին 2-ին սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, որի ժամանակ կլինի քամուշ գնացում, իսկ սեպտեմբերի 3-ից 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հավելեն, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 408 դրամով, եվրոն 513-ով, իսկ օդի ջերմաստիճանն այս պահին +29 է։ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, փնտրելով Arm Radio FM 107։ Այսքան օրվա լրահոսի համառոտ անդրադարձից, իսկ այժմ իմ գործընկեր Արտակ Մուրադյանը կներկայացնի օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը։ Խնդրեմ Արտակ։ Շնորհակալություն Ժիրայր։ Բարի երեկո հարգելի ռադիո լսողներ, FM 107-ի եթերում Arm Radio-ի տեղեկատվական վերլուծական ծրագիրը սկսում է իր աշխատանքը, այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Ողջ աշխարհն է արձագանքել Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը, ինչ կտա մեզ միջազգային վրդովմունքը։ Բողոքի ակցիաները աշխարհի տարբեր երկրներում, Երևանյան ակցիայի մասնակիցները մեր արտգործնախարարության առջև։ Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման 21-րդ տարին։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես, հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում դաժանաբար սպանած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարական իշխանությունների կողմից հանձնումը բողոքի ալիք բարձրացրեց թե պետական, թե հասարակական շրջանակներում։ Առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը հասավ ոչ միայն Սաֆարովի հայրենիք վերադարձման, այլև անմիջապես ներում շնորհեց ցմահ դատապարտված մարդասպանին։ Հարցի առնչությամբ արդեն իսկ իրենց դիտարկումներն են արել հայ իրավաբանության ոլորտի ներկայացուցիչները։ Մանրամասնում է Սոնա Կարապետյանը։ Հունգարիայի իշխանությունների կողմից հայ սպային գազանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական իշխանությունների վերադարձնելուց հետո Հայաստանը հայտնվել է քաղաքական միջազգային առումով նոր իրավիճակում։ Միջադեպի մասին այսօր խոսում է ողջ աշխարհում։ Նույնիսկ Սաֆարովին ցնծությամբ ընդունած ադրբեջանական հասարակության մեջ հանդիպում են սթափ փորձագետներ, ովքեր նկատում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ մի պարագայում իրավունք չուներ ներման ակտի միջոցով ամբողջությամբ ազատ արձակել Սաֆարովին պատժի հետագա կրումից։ Փորձագետը մասնավորապես
այս մասին խոսել է ադրբեջանցի պրոֆեսոր Խանլար Ալիքպերովը ադրբեջանական կայքերից մեկում։ Գերագույն դատարանի որոշմամբ Սաֆարովը դատապարտվել է ոչ թե անազատության կոնկրետ ժամկետի, այլ ցմահբանտարկության։ Հաշվի առնելով քրեական այդ պատժատեսակի առանձնահատկությունը եւ հանցագործության ծանրությունը, որի համար այն սահմանվում է, օրենքը սահմանել է նաեւ ցմահբանտարկության դատապարտվածների ներման հատուկ կարգ։ Այսպես, Ադրբեջանական Հանրապետության քրեական օրենսգրքի 82.3 հոդվածի համաձայն ներման կարգով ցմահբանտարկությունը կարող է փոխարինվել միայն ազատազրկման մինչև 25 տարի ժամկետով, իսկ առավելագույնը, որ կարող է անել Ալիևը, Սաֆարովի ցմահբանտարկությունը փոխարինել 25 տարի ազատազրկմամբ։ Բացի այդ, Ալիևի հրահանգը ազատ արձակել Սաֆարովին հակասում է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից 2001 թվականի հուլիսի 18-ին հաստատված ներման մասին դրույթի 8.4 կետին, ըստ որի ցմահբանտարկության դատապարտվածին ներում շնորհելու հարցը կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ դատապարտվածը առնվազն 10 տարի արդեն կրել է իր պատիժը։ Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել է 2006 թվականի ապրիլի 13-ին, հետևաբար 10 տարուց քիչ է եղել բանտում։ Իդեպ ադրբեջանցի փորձագետը կասկած չէր հայտնել այն մասին, որ այդ նորմատիվ ակտը, որը հակասում է սահմանադրությանը եւ երկրի այլ իրավական նորմերի ակտերի, լայն քննարկման առարկա կդառնա համաշխարհային զանգվածային լրատվամիջոցների կողմից, ինչն անպայմանորեն բացասական ազդեցություն կունենա երկրի վարկանիշի վրա։ Այն, որ Իլհամ Ալիևը իրավունք չուներ ազատ արձակել ցմահ դատապարտված Սաֆարովին, փաստում է նաեւ իրավաբանական գիտությունների թեկնածու Տիգրան Նահապետյանը եւ հավելում, որ Հունգարիային պետք է այս պարագայում դիտարկել նաեւ հանցակից կողմ։ Այն կարծիքները, որոնք տարիներ շարունակ հնչում էին Ադրբեջանում պետական ծառայողների շուրթերից, հասարակական կազմակերպությունների, գիտենք բոլորս մարդու իրավունքների պաշտպանը օրինակ է բերում հանցագործություն կատարած անձին, որ նա պետք է երիտասարդների համար որպես հայրենասիրության օրինակ ծառայի։ Այս ամենը վկայում էր միանշանակ նրա մասին, որ Ադրբեջանը պատրաստ է եւ գնալու է, ինչպես նաեւ հանցագործի վարքը, որը ակնհայտ էր հենց հունգարական դատարանում ընթացող դատական գործընթացի ժամանակ, երբ որ Սաֆարովը հայտարարեց, որ այսուհետ իմ գործառույթն է վերացնել բոլոր հայերին եւ այսպիսով հունգարական կողմի վրա է ամբողջ պատասխանատվությունը այն առումով, որ նա գիտեր կամ առնվազն պետք է իմանար, որ փոխանցումը չի ծառայելու արդարության նպատակներին։ Հետաքրքրական է, որ միջազգային սովորութային իրավունքում պետությունը կարող է իրավունք կրել մասնավոր անձի փոխարեն, նկատում է մեկ այլ իրավաբան Արա Խզմալյանը։ Բանը նրանում է, որ միջազգային դատարանում Ադրբեջանը պետք է ճանաչի մասնավոր անձի գործողությունները, համարելով դրանք իրենը եւ պատասխանատվություն կրելով դրանց դիմաց։ Եվ այս հարցը անպայմանորեն պետք է բարձրացվի միջազգային ատյաններում հայաստանյան իշխանությունների կողմից, կարծում է իրավաբանը։ Ըստ էության այն հանգամանքը, որ ադրբեջանական մի շարք պաշտոնյաներ հերոսացնում են եւ շարունակում են հերոսացրել Ռամիլ Սաֆարովի գործողությունները եւ այն, որ նա Ադրբեջան ոտք դնելուն պես ներում է ստացել Ադրբեջանից, թույլ է տալիս եզրակացնել, որ կան բավարար ուժեղ հիմքեր պնդելու, որ Ադրբեջանը իր գործողություններով ոչ ուղղակի, սակայն անուղղակի ճանաչում եւ ընդունում է իր գործողությունները որպես ադրբեջանական պետության գործողություններ։ Բնականաբար, ինչպես միջազգային իրավունքի շատ հարցեր, այստեղ չկա միանշանակություն եւ կան որոշակի վերապահումներ, մասնավորապես առնվազն ակնհայտ եւ ուղղակի չէ Ադրբեջանի կողմից իր գործողությունների ընդունումը, սակայն կան բավականին ուժեղ հիմքեր այդ մասին խոսելու եւ այդ մասին խոսելը պետք է իրականացվի միջազգային ասպարեզում միջպետական մակարդակով, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանին պատասխանատվության կանչելու փորձեր ձեռնարկելու միջոցով։ Իրավաբանները ցավոք նկատեցին, որ այս պահի դրությամբ որևէ կոնկրետ դատական ատյանին դիմել հնարավոր չէ, քանի որ միջազգային իրավունքում միջպետական վեճեր քննող դատական ատյանները գործը կարող են ընդունել վարույթ միայն երկու պետությունների համաձայնության պայմաններում, սակայն խոսել, որ այս նորմը կարող է երբևէ գործել, դժվար թե իրատեսական է, հաշվի առնելով Ադրբեջանի բարոյականության մասին պատկերացումները, սկզբունքներն ու դիտավորության միտումը։ Այս պարագայում Հայաստանը կարող է միջազգային կազմակերպությունների մակարդակով բարձրաձայնել խնդրի շուրջ եւ ընդունել քաղաքական բանաձևեր, որոնք թեև իրավաբանական ուժ չեն կարող ունենալ, սակայն կունենան քաղաքական նշանակություն։ Իր հերթին
Ոլորտին ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նկատում է, որ մինչ միջազգային դատարաններին դիմելը Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ կարող է դիմել միջազգային կառույցներին։ Մինչև հասնելու այս կամ այն դատական ացիանը մենք ունենք բազմաթիվ այնպիսի հաստատություններ Եվրամիությունում, Եվրոպայի խորհրդում, ՆԱՏՕ-ում, ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններին, որտեղ Հայաստանը անդամակցում է եւ հավասարապես անդամակցում է Ադրբեջանը։ Եվ պետք է ասեմ, որ այն փաթեթը, որ այսօր արդեն հավաքված է, ցամրակշիռ փաթեթ, որը ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով է տարածում եւ իրականացնում եւ մշակում ռասիստական քաղաքականությունը։ Բազմապիսի կոնվենցիաներ կան, դա մեկը չի, երկուսը չէ։ Եվ ոչ միայն այդ միջազգային, այլև ռեգիոնալ կազմակերպությունները, լինի Աֆրիկայի լիգայի կամ Լատինամերիկան եւ այսինքն հնարավոր է, որ մենք այդ բոլոր ացիաներում բարձրացնելով հարցը հավաքենք փաթեթ այդպիսի որոշումների, այդպիսի փաստաթղթերի, որոնք դատապարտում են այդ մեթոդները, նոր դրանից հետո արդեն վերլուծելով այդ փաստաթղթերի, այսպես ասած, ծանրությունը, այս կշիռը, մենք կարող ենք արդեն դիմել եւ այլացանների։ Ռամիլ Սաֆարովի հանձնման առնչությամբ արդեն իսկ հայ հանրությունը իր բողոքի ձայնը բարձրացրել տարբեր երկրներում, մասնարարպես Հունգարիայում գործող երիտասարդ դիվանագետների ակումբ հասարակական կազմակերպությունը իր բողոքի նամակն է ուղղել ինչպես հունգարական, այնպես էլ եվրոպական մի շարք կազմակերպությունների։ Բողոքի էությունը Արմ ռադիոյի հետ զրույցում մանրամասնել է հասարակական կազմակերպության նախագահ Սերոբ Գևորքյանը։ Բողոքի կոչն ենք արել ողջ աշխարհին առհասարակ եվրոպական տարածաշրջանի, որովհետև փաստացի է այսօր Եվրոպայում գոյություն ունի արդեն իսկ պետություն, որը ոտնահարեց եվրոպական արժեք աստվածը, եվրոպական տիրույթում այսօր իրականում խեղաթյուրվել է իրական եվրոպական արժեքները։ Եվ մենք ցանկանում ենք, որ մեր կոչին արձագանք ստանանք ամբողջ եվրոպական տիրույթից եւ հստակ դատապարտեն իրենց անդամ պետությանը, որովհետև դրանով նաեւ եթե չդատապարտեն, իրանք հարված կհասնեն եվրոպական միության հեղինակությանը։ Հավելենք նաև, որ Սաֆարովի հանձնումից հետո Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում արտակարգ եւ լիազոր դեսպանների արտահերթ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենց համատեղ գործողություններով Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար եւ այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին, ովքեր այսուհետ գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարած սպանությունը կարող է անպատիժ մնալ, հայտարարեց երկրի նախագահը եւ հավելեց, որ այսուհետ կասեցվում են Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերություններն ու բոլոր պաշտոնական կապերը։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Հայաստանի արտգործնախարարության եւ Հունգարիայի հյուպատոսության դիմաց։ Արմ ռադիոն պարբերաբար ուղիղ միացումներով տեղեկացնում էր ռադիոլսողին, թե ինչ է կատարվում տեղում։ Այժմ թեմայի մասին առավել ընդգրկուն լսենք իմ գործընկեր Զարուհի Մեջլումյանի ռեպորտաժը։ Հայաստանի քաղաքացիների անունից արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց նախ հրապարակվեց պահանջագիր ուղղված իշխանություններին, որը սկսվում էր հետևյալ տողերով. Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստեղծված իրավիճակի հիմնական պատասխանատու պետք է համարենք Հայաստանի իշխանություններին ու դիվանագետներին։ Արևմուտքի նկատմամբ տարիներ շարունակ ստորաքաշ ու անճարակ դիվանագիտության պատճառով է, որ որևէ երկիր իրեն իրավունք է վերապահում չկարևորել պաշտոնական Երևանի կարծիքը։ Հունգարիայի Հանրապետության հետ միասին այդ պատասխանատվությունը կիսում են նաև Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը, որի կազմակերպած ծրագրի շրջանակներում էր Գուրգեն Մարգարյանը գտնվում դաշինքի անդամ երկրի մայրաքաղաքում, ինչպես նաև Եվրամիությունը, որի անդամ է եւ որի սկզբունքներն է կիսում Հունգարիան։ Դադարեցնել գործակցությունը Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի հետ, դադարեցնել մասնակցությունը Եվրամիության նոր հարևանության ծրագրին, Մինսկի խմբի շրջանակներում Ադրբեջանի հետ տարվող բանակցությունները, հանցավոր անգործության համար պաշտոնան կանել բոլոր պատասխանատու դիվանագետներին ընդհուպ մինչև արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին։ Քայլեր ձեռնարկել ամերիկյան բանտում արդեն 31-րդ տարին պատիժը կրող հայ վրիժառու Համբիկ Սասունյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Բերելու ենք նրան, որ այս պահանջները կատարածվեն, այսինքն մենակ կոչով չենք սահմանափակվելու։ Քաղաքագետ Արմեն Աղայանն իհարկե այդքան լավատես չէ, չի կարծում, որ նշված պահանջները կկատարվեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Հայաստանի իշխանությունը ուշացած
չափազանց արձագանք էր, որ տվեց, խզելով հարաբերությունները, այնուամենայնիվ ողջունելի է, որ դա բավականաչափ կոշտ է, բայց ակնհայտորեն բավարար չի։ Դրա համար գոնե այս երթի մասնակիցների պահանջների մեջ կա օրինակի համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դադարեցնելը եւ խաղաղապահ ստորաբաժանումները հետ կանչելու պահանջ կա։ Կան այլ պահանջներ Եվրամիության հետ կապված հարևանության ծրագրի հետ։ Չեմ կարծում, որ պաշտոնական Երևանը դրանք բոլորը կկատարի կամ կընդունի, բայց հասարակության մեջ որ այդ տրամադրությունը կա, սա նաեւ ներքաղաքական իմաստով շատ կարեւոր ազդակ է քաղաքական դաշտի համար։ Վրիժառու Համբիկ Սասունյանի մասին խոսելով քաղաքագետը նաև իր մտահոգությունը հայտնեց մեր բանտերում տիրող իրավիճակի հետ կապված։ Օրինակ Ղարաբաղյան պատերազմում Շուրնուխի մարտերի մասնակից հրամանատար երկրորդ կարգի հաշմանդամ հետախույզ Սողոմոն Քոչարյանը 1995 թվականին դատապարտվել էր մահապատժի Իրանի քաղաքացի մի ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվելով։ Նա արդեն 18-րդ տարին է բանտում է։ Կարին ազգագրական երգի բարի համույթի գեղարվեստական ղեկավար Ղարաբաղյան պատերազմի մասնակից Գագիկ Կինոսյանի կարծիքով այս ամենին դեռ պետք է անդրադառնալ։ Թե մարդը եղել է հետախույզ եւ ազգի զինվոր, կարծում եմ այդ մարդու նկատմամբ պետք է այլ վերաբերմունք ունենալ։ Վստահ եմ, որ նման մարդիկ ավելի լուրջ եւ ավելի վեհանձն վերաբերմունք են արժանի։ Նման վճիռներ կայացնող մարդկանց պետք է ազգային նկարագիր ունենալ եւ երբեմն նաեւ վեր կանել ինչ-ինչ շահերից եւ ազգային շահերը հետապնդել։ Ինչ անել ստեղծված իրավիճակում, երբ գործն արդեն արված է, Ռամիլ Սաֆարովը ներված։ Հիմա ճակատագիրի հեգնանքը եւ քաղաքակիր ճակերտավոր Եվրոպան սրբագրում է այն, ինչ որ մենք թերացել ենք տարիներ շարունակ։ Բայց իհարկե նաեւ համամիտ եմ, որ ժամը չի քննադատության իրար նկատմամբ, այլ ժամն է գոտեպնդվելու եւ մի անգամ եւս վերարժևորելու ամբողջ մեր պատմությունը եւ հասկանալու, որ այն թերարժեք մեկնաբանությունները, այն հրամցված սնունդը իբր հոգեվոր, որ ասում են գնալ դեպի Եվրոպա, քաղաքակիրթ եւ այլն, մեկ անգամ եւս համոզվեք ինչ է նշանակում քաղաքակիրթ Եվրոպա, մեկ անգամ եւս համոզվեք, որ ձեզ կերակրում են Եվրոպայի ոչ թե խոհանոցից, այլ կոյուղուց եւ աղբամանից եւ հասկացեք, որ ազգային արժեքներից ավելի բարձր արժեք չկա։ Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի կարծիքով մեկ-մեկու վրա ցեղ շպրտելը օգուտ չի բերի։ Ես չէի ուզենա այս պահին մենք սկսենք մեկս մյուսին մեղադրել, սա իսկապես թուրքական այդ նենգությունն է, որը որ կարողացան Հունգարիայի որոշ իշխանավորներին կաշառել եւ գնալ այս կայլին։ Սա ուրիշ բան ես չեմ կարողանում ասել, որ մերոնք пассив են եղել։ Որ մի հայ հանդուրժի այդպեսի բան։ Որ մի հայ կուզենա, որ այդպեսի բան լինի։ Իհարկե ոչ։ Ցույցի մասնակից հունգարացի հայագետ Ժիգմուտ Բենեդեկտը Ադրբեջանի հետ գործարքի գնալու վարկածը համարեց շատ հավանական։ Նա հորդորեց լսել Հունգարիայի ժողովրդին եւ ոչ թե Հունգարիայի կառավարությանը։ Եթե այսպես է եղել, դա ես համարում եմ էլի շատ անբարոյական, որովհետեւ չնայած որ Ադրբեջանը ինչպես հայտնի է Հունգարիայի համար կարևոր արևտուրային գործընկեր է, բայց արևտուրային գործընկերությունը չպետք է գերազանցի համամարտկային արժեքները, չպետք է զոհվի Հունգարիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունը, որը իդեպ նշեմ ձեզ, որ 1000 տարեկան է։ Ես ձեզ կասեմ, որ Հունգարիայի ժողովուրդը դատապարտում է կառավարության արարքը։ Հիմա Facebook-ում հունգարացիները քննարկում են այս արարքը եւ բողոքում են դրա դեմ։ Հունգարիայի հպատոսության մոտ ցուցարարները Հունգարիայի պետական դրոշի վրա լցրեցին 10 դրամանոցներ ու այրեցին։ Այս ամենը խորհրդանշական է, իսկ բուն պայքարը մեր պահանջների կատարումն է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, նշեցին ցուցարարները։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Քաղաքագետը մեզ հետ կզրուցի հեռախոսով, իսկ ստուդիայում այս պահին Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն է եւ այսպես։ Անդրադառնանք, ավելի ճիշտ շարունակենք համար 1 թեման, Տիկին Ալավերդյան, երեք դուք կանխատեսում եք, որ մենք որևէ դիվանագիտական խզում չենք անի Հունգարիայի հետ, բայց տեսակ եղավ այն ինչ եղավ, խնդրեմ։
Ճիշտ ասած, ես ոչ թե կանխատեսում էի, ես գտնում եմ, որ դա ճիշտ քայլ չէ, որ չասեմ սխալ է, բայց ցավոք սրտի մեզ մոտ կարծես թե գնում է այսպես ծայրահեղությունից ծայրահեղություն, երբ որ մենք ունեինք այդ հարաբերությունները, շատ կներեք, մենք այնքան пассив ենք, միջև անգամ մենք հատուկ դեսպան Հունգարիայում չունեինք, մեր դեսպանը դա, որը որ Ավստրիայում է եւ նրա նստավայրը Վենան է, միաժամանակ պետք էր կատարի եւ Հունգարիայում Հայաստանի դեսպանի գործառույթները, բայց արույուտես, որ մենք կրկնում եմ մի ծայրահեղությունից շատ пассив դերքորոշումից մենք անցնում ենք մյուս ծայրահեղություն, հիմա էլ խզում ենք հարաբերությունները, այդպես որ այդ առումով ես գտնում եմ, որ դա խոսում են դրա մասին, որ ուշացած այսպես ուշացած քայլերի դրանից հոգեբանական այդպիսի մի ազդակ է։ Դրա համար ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ։ Լսենք նաև քաղաքագետի մեկնաբանությունը, ուշացած էր արդյոք այս քայլը, Հրանտ։ Իհարկե նախ եւ առաջ ողջունում եմ ԹՏ Տետիկին Ավետարյան եւ ռադիո լսողներին։ Ես միանգամայն համամիտ եմ, որ ներկայումս ձևակերպ նախաձեռնող բոլոր քայլերը ստանք արդեն այսպես ասած կռվից հետո դերքի թափահարելուն են շատ նմանվում եւ պետք է նախ եւ առաջ բավական մեծ ուշադրության տակ պահել բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում թե ադրբեջանա-հունգարական հարաբերությունները, թե Հունգարիայի հասարակության մեջ ընդհանրապես եւ թույլ չտա, որպեսզի հանցագործը հայտնվի ազատության մեջ եւ այն զայելի փառքի պսակները այսօր։ Այդ ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերությունները խզելուն, կարծում եմ, որ այն ամենայնիվ սա որ շապով անհրաժեշտություն է, անհրաժեշտությունը նաև ցույց տալու համար եվրոպական ընդհանրապես միությանը, թե որքանով կարևոր նշանակություն ունի Ռամիլ Սաֆարովի հարցը հայկական մշակի քաղաքականության, ընդհանրապես հայկական պետականության համար։ Բայց իհարկե դիվանագիտական հարաբերությունների խզումը դա լուծում չէ, դա ընդամենը դեմարշ է, որ հետագայում կարծում եմ ինչ-որ կետը վերահաստատվեն, դա ընդունված պրակտիկա է միջազգային հարաբերություններում։ Սրանց իհարկե չի կարելի սահմանափակել, անհրաժեշտ են ավելի լուրջ քայլեր, որոնք ուղղված կլինեն նախ առաջ Ադրբեջանին եւ Հունգարիային որոշակի պատժամիջոցներ առաջադրելու։ Այսինքն սա այլընտրանք չունեցող քայլ էր եւ ինչ սպասել հետագայում հայ-հունգարական հարաբերությունների համատեքստում։ Չէ, այլընտրանք իհարկե միշտ կա։ Այլընտրանքը միշտ լինում է եւ կարելի է այդ քայլերի եւս գնալ, օրինակ ներկայումս լուրջ քննարկում է, թե ինչպես պետք է հետագայում զարգանա բանակցային գործընթացը Ադրբեջանի հետ։ Մենք գիտենք, որ կարող է պատասխանը լինել օրինակ Արցախի հանրապետության անկախության ճանաչումը, դիվանագիտական հարաբերությունների կամ բանակցային գործընթացի դադարեցումը ընդհանրապես եւ այլն, այսինքն այլընտրանքներ կան եւ եթե խոսենք մեր արձագանքի մասին, ցավոք պետք է փաստենք, որ դեռևս մենք ականատես ենք լինում հնարավոր ամենամյա քայլերի։ Լավ, մենք անդրադառնանք մեկ այլ կարևոր խնդրի, մենք դադարեցրել ենք, խզել ենք Հունգարիայի հետ մեր բոլոր պաշտոնական պետական դիվանագիտական հարաբերությունները, վաղը տեղի ունենալու Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ Եվ հիմնականում քաղաքագիտական շրջանակում քննարկվում է միակ եւ ըստ էության տրամաբանորեն կարևոր հարցը, արդյոք մենք դուրս ենք գալիս բանակցային գործընթացից։ Խնդրեմ, ակնկալում եմ երկուսիդ մեկնաբանությունն էլ համեցեք։ Նախ եւ առաջ ես պետք է ասեմ, որ դուրս գալ, դուրս չգալը ինձ համար եւս մի այսպեսի հարց է սկզբից առաջանում։ Իսկ մենք ինչ ենք արել, ինչ մի նախաձեռնություններով ենք մենք հանդես եկել Մինսկի խմբում, մինչ այսօր։ Ես ժամանակին այդպիսի մի գրավոր հարցում եմ հղել մեր նախարարությանը, կառավարությանն ավելի շուտ, որ ինչպես պատգամավոր ես դա արել եմ, եւ ստացել եմ հետեւյալ պատասխանը, որ վերջի տարիներին որևէ նախաձեռնությամբ Հայաստանը հանդես չի եկել։ Այսինքն մեզ համար ստացվում է հետեւյալը, կամ մենք ոչինչ չենք անում, շատ կներեք իհարկե, կամ մենք խզում ենք եւ դուրս ենք գալիս։ Այստեղ եւս ես կցանկանայի, որ մենք հստակեցնենք, թե մենք այդ ինչ ենք մենք ուզում անենք, ինչ ենք մենք ակնկալում, այդ ինչ պահանջով ենք հանդես գալու մենք Մինսկի խմբի այդ համանախագահներից բաղկացած այսօր այդ մի խմբին, որ հասկանանք, թե որ մի պարագայում եւ ինչ պատասխանի դեպքում մենք
ինչ պետք է անենք։ Մասնավորապես կարող ենք պետք է հակառակը պնդենք, որ Ադրբեջանը պետք է դուրս գա այդ Մինսկի խմբից։ Հասկանանք, որ դա կարող է նա պետք է այլևս ասենք 2-3 հանդիպումների կամ ինչևէ զրկվի ինչ որ ես պետք է հստակեցնեմ, որ մենք պահանջ պետք է ունենանք, նոր դուրս գանք։ Թե չէ եթե մենք ուղղակի նեղացել ենք նրանից, որ Մինսկի խումբը, որը չի զբաղվում այդ հարցով, մենք գիտենք, չէ՞ որ չի զբաղվում, որ եթե մենք իրենից նեղանում ենք եւ կամ օգտվում ենք պահից, ավելի վատ, ես էլի չեմ գտնում, որ դա հավասարակշռված կամ որևէ ԵԱՀԿ Մինսկի խմբից չի նեղանում։ Ստեղծված իրավիճակից մենք ընդհանրապես ակնկալվում է, որ դուրս գալ բանակցային գործընթացից, որովհետև, չգիտեմ, մարդկային տրամաբանությունը չի պատկերացնում, չի կարող պատկերացնել, ինչպես ձեռք սեղմել պարոն Ալիևի, որը հանցագործին մարդասպանին մայորի կոչում տվեց, բնակարան նվիրեց, 8 տարվա աշխատավարձնել հեսա կվճարեն եւ ազգային հերոս սարքեցին։ Այստեղ բոլորովին արդեն այլ խնդիր է ցակում։ Ահա ձեր նշած փաստերը մեզ տալիս են հնարավորություն բոլորովին այլ ատյաններում բարձրացնել մի հարց, այն է, որ այդպիսի գործողություններով Ադրբեջանը, որովհետև դա քաղաքական բարձրագույն պաշտոնատար անձն է անում, Ադրբեջանը փաստորեն հանցակից է դառնում այդ սպանությանը, այսինքն հերոսացնելով եւ դեռ ավելին համարելով, որ այդ սպանությունը կարծես թե պատերազմական իրավիճակում, ընդ որում հայտարարված պատերազմական վիճակում այդպիսի մի հերոսություն է, մենք այստեղ խնդիրներ կարող ենք այդպես բարձրացնել, հարցեր կարող ենք բարձրացնել բոլոր ատյաններում, այդ թվում եւ իմ ձեր ասած Մինսկի խմբում։ Կրկնում եմ, ես ոչ թե ասում եմ ձերքը սեղմենք, չսեղմենք, ես ասում եմ մենք ինչ պահանջ ենք դնում։ Եթե մենք ասում ենք, որ այլևս մենք Ադրբեջանը նախ եւ առաջ պետք է ճանաչվի որպես այսօրվա քաղաքակրթությունից դուրս լուսանցքներում հայտնված մի պետություն, ուրեմն մենք այդպիսի որոշում ստանալու համար պետք է ջանքեր կիրառենք։ Երկրորդը, դուրս գալը եւս պետք է լինի պայմանական, այսինքն պայման ենք դնում։ Ինչ ենք ուզում, մենք Արցախի հարցն ենք առաջ տանում, որ այս առումով ես պետք է ասեմ, որ հետաքրքիր շատ հենց նոր տարածվեց մի հայտարարություն, ուրեմն գիտություններ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը, որը որ հանդես է գալիս որպես քաղաքական գիտությունների Հայաստանում քաղաքական գիտությունների ասոցիացիայի նախագահ, տարածել է մի հայտարարություն, որտեղ ինքը անում է մի շատ հետաքրքիր հայտարարություն, իդեպ ավելի շուտ առաջարկություն, որտեղ ինքը ասում է, որ հենց Մինսկի խմբի այդ նիստի ժամանակ պետք է հստակեցվի եւ կարծես թե միասնական, միջազգային նորմի ուժ ստանա, այսպիսի մի բան, որ Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ունենան այսօր կնքեն մի նոր պայմանագիր, որտեղ որ խոսքը կգնա մարդու իրավունքների պաշտպանության եւ Ղարաբաղի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հումանիտար եւ ֆինանսատնտեսական օգնություն հասցնելու մասին։ Ընդ որում դա ասում է արեք ոչ թե ինչպես մենք հիմա ենք անում, այսպես մեր ներքին հարցերով, ասում է այդ պայմանագիրը պետք է հաստատվի եւ հավանություն ստանա Մինսկի խմբի կողմից։ Օրինակի համար, ես դա չեմ քննարկման, ես այստեղ չեմ ուզում դարձնել առարկա, բայց ես ուզում եմ ասեմ այն ինչ որ ես ասում եմ պայմանական, ինչ պայման ենք մենք դնում։ Միայն այն, որ Ադրբեջանը իրեն վերին աստիճանի 2002 թվականից հետևողական ռասիստական քաղաքականություն է վարում, ցույց տվեք ինձ միտեղ, որտեղ Հայաստանը պաշտոնական հետևողական բարձրացրել է այդ հարցը։ Լսենք նաև քաղաքագետին։ Ինչ կասեք, Հրանտ, ներողություն, ԵԱՀԿ Մինսկի խմբում ադրբեջանցիների պաշտոնական Բաքվի հետ հնարավոր բանակցությունների դադարեցման առումով։ Տիկին Ալավերդյան շատ ճիշտ նշեց, եթե Ադրբեջանի պահանջները հստակ ձևակերպված են, այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջական վերադարձ Ադրբեջան, ապա ցավոք հայկական կողմի պահանջները կարծես թե անդադար ընթերցումների տեղիք են տալիս եւ միջևեր հասկանալի չէ թե վերջի հաշվով ինչ խնդիր են ուզում լուծել այդ բանակցային գործընթացում։ Համաձայն եմ նաեւ այն տեսակետի հետ, որ ըստ էության բանակցային գործընթաց որպես այդպեսին չկա, կան քաղաքական քննարկումներ, ծրագրակումների առևտրային ինչ-որ
տրամադրվածություն է, բայց ոչ բանակցություն է։ Եվ հետևաբար իսկապես եթե մենք տեսնում ենք, որ տարից տարի ոչ մի առաջընթաց չկա եւ խնդրի լուծման ոչ մի հեռանկար չի երևում, իսկ փոխարենը հակառակորդ կողմը շարունակում է հայտարարության քաղաքականությունը, թշնամական քաղաքականությունը, դա զինվելու եւ այլն տրամադրությունները, ակնհայտ է որ պետք է որոշակի գործողություններ ձեռնարկել եւ առաջի հերթին Լեռնային Ղարաբաղ Հանրապետությունը պետք է դարձնել միջազգային քաղաքականության գործոն, այսինքն սուբյեկտ քաղաքականության։ Երևս պարոն Քոթանջյանի առաջարկի մեջ դա արտահայտված է, եթե Մինսկի խմբի հանրանախագահները այդ պայմանագրի մասնակցություն ունենան այդ պայմանագրում, հումանիտար հարաբերությունների, մենք դա կլինի ճանաչման ինչ-որ մի դեպք։ Բայց այնուամենայնիվ ես տեսնում եմ, որ այսօր իսկապես կարող ենք երկար խոսել տարբեր սցենարների մասին, պետք է այս բaragայում հարցից դարձել սևի եւ սպիտակի այդ տրամաբանության։ Այսինքն, մենք չենք գնում հարաբերությունների սրման, վախենալով, որ դա կվնասի բանակցային գործընթացին, Ադրբեջանը գնում է դրան։ Մենք չենք հավաքել թշնամանք նույն պատճառից ելնելով, Ադրբեջանը անում է։ Հետևաբար արդեն հերիք է վիճողական այս տրամադրվածություններով առաջնորդել եւ սկսել իրական Արցախյան հանրապետության ներկայիս սահմաններում ընդորում միջազգային ճանաչման գործընթաց։ Ընդորում դիպել որպեսզի առաջինը դա լինի Հունգարիան, որպես մի պետություն, որը հանցանք է գործել եւ քաղաքել է հանցագործություն եւ եվրոպական արժեքների այսպես կոչված գրողներ փորձում հանդիսանալ, թողապատության որ նրանք իսկապես այդպիսին են եւ սա պարզապես սովորական խաչ չէ։ Հրանտ, իդեպ, քիչ առաջ ստացվեց տեղեկատվություն, որ հունգարական ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երկրի արտաքին գործերի նախկին նախարար Լասլո Կովաչը եւս պահանջել է հրավիրել Հունգարիայի խորհրդարանի արտահերթ նիստ, քննարկելու ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու Հունգարիայի կառավարության որոշումը։ Այս մասին Armenpress-ին հայտնել են սոցիալիստական կուսակցությունից։ Օրբանի կառավարության անդամները կրում են պատասխանատվություն Հունգարիայի նկատմամբ կիրառվող միջազգային ճնշման համար, նշել է Կովաչը, ընդգծելով, որ հայ սպային սպանած ադրբեջանցու արտահանձնումն առաջացրել է միջազգային մեծ ճնշում։ Կովաչը պահանջում է, որ Հունգարիայի կառավարությունը ներկայացնի Սաֆարովի արտահանձնման պատճառները։ Լասլո Կովաչը, ով 6 տարի շարունակ եղել է Հարկերի եւ Մաքսային միության հարցերով եվրոպական հանձնակատար, գտնում է նաեւ, որ արտահանձնման հիմքում պատճառը կարող է լինել Ադրբեջանի կողմից հունգարական պետական պարտատոմսերի գնումը, այսինքն խոշոր ֆինանսները։ Հայև աժոտաժը մեղմ ասած հունգարական ներքաղաքական դաշտում։ Մենք որում դա ակնկալելի աժոտաժ է, որովհետև Հունգարիայի ընդդիմությունը իսկապես բավական ուժեղ է եւ այս հարցերում այնտեղ շատ ավելի պրինցիպիալ դիրքորոշում կա, քան կառավարության կողմից։ Մենք այն ժամանակ, երբ առաջի տեղեկատվությունը տարածվեց հնարավոր էքստրադիցիայի մասին եւ եղավ ստորագրություն հայկական հակաների կողմից, այն ժամանակ արդեն Հունգարիայի որոշ ընդդիմադիրներ շատ խիստ արտահայտում էին այդ հնարավոր ազնման պարագան միած գործողությունների մասին եւ ես վստահ եմ, որ այս ճնշումները, որոնք իսկապես գործադրվում են Հունգարիայի հանդեպ եւ որոնք միգուցե այսքան մեծ թափ չէին ունենա, եթե Հայաստանի կտրուկ գործողությունները չլինեին, այնուամենայնիվ բերելու են քաղաքական լուրջ ճգնաժամի, թե ներքին քաղաքականությունում Հունգարիայի եւ թե Եվրոպայի հետ շփումներում։ Ամփոփում ենք։ Մենք այսօր մեր պահանջները ում պետք է ներկայացնենք։ Հայրենի կառավարությանը, հունգարական կառավարությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբին, թե Օբամային, որ արդեն մտահոգվել է մարդը։ Նախ եւ առաջ ասենք, որ Օբաման շատ օպերատիվ է փաստորեն արձագանքել եւ դա ողջունելի է։ Այո։ Դա առաջինը, երկրորդը մի քանի ամսից ընտրություն է։ Այո, մի քանի ես դա եմ ասում եւ դա դրա համար ես չի երևում ռադիոյով, բայց ժպտում եմ, այսինքն օպերատիվությունը եւս հասկանալի է, բայց խնդիրը բոլորովին այլ է, ես ուզում եմ դուք ձեր հարցին այն երկրորդ մասին ում պետք է դիմել, ելի մեջ բերելով այս ասոցիացիայի կողմից այդ քաղաքական գիտության ասոցիացիայի կողմից տարածված հայտարարությունը շատ հետաքրքիր անվանում ունի ցեղասպանություն այլևս երբեք եւ գրած է հակադեմոկրատ Ալիևը ցեղասպանության ապոլոգետ է, պաշտպան է, ջատակով է, փաստորեն եթե մենք շատ հետաքրքիր է որ այս
հայտարարությունը, ինչպես եւ հասարակական կազմակերպությունների հայտարարությունը դրանից առաջ տարածել են կամ արդեն ուղարկել են գրեթե բոլոր միջազգային այն հաստատություններին, լինի եվրոպական, Եվրամիություն, Եվրոպայի խորհուրդ, լինի ԱՊՀ, լինի ԵԱՀԿ, ՆԱՏՕ, դա ազգերի արաբական պետությունների լիգա, իսլամական համագործակցության կազմակերպություն եւ այլն, այսինքն ես գտնում եմ, որ ամեն տեղ, որ Ադրբեջանը անդամակցում է, առավել եւս այնտեղ, որտեղ մենք անդամակցում ենք եւ Հունգարիան, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, ես համոզված եմ, մենք պետք է շատ արագ, բայց գրագետ ձևավորենք մեր քայլերի, եթե չասեմ պես ռազմավարություն, ապա գոնե մարտավարական այն առաջի քայլերը, որով մենք պետք է պահանջենք, առնվազն դա իմ կարծիքն է, ամեն տեղ, որտեղ Ադրբեջանը անդամակցում է, հստակ ձևակերպումներով դատապարտվի Ադրբեջանի կողմից արդեն պետական մակարդակով, այլևս ապացույց մեզ պետք չգտնել ռասիստական քաղաքականության վարելու, ռասիստական եւ շատ հետաքրքիր է, որ այն ինչ տեղի է ունեցել սպանությունը, Տիկին Ալավերդյան, կներեք, դատապարտում է համար 1 տերության ղեկավարը, Ալիևը թքած ունի այդ դատապարտման վրա։ Ես ասեմ ձեզ ինչու։ Նու մենք շարունակենք նորից մարդկությանը, հասնենք Մարս, համոզենք, որ Ալիևը մարդ չէ։ Ոչ, մենք ես ասում եմ դատապարտել, դա խոսք չի։ Դատապարտելու 10 ձևեր կան, տասնյակ ձևեր կան միջազգային։ Դա ֆինանսական ճնշումներից, պերսոնա նոն գրատա հայտարարելուց մի շարք մարդկանց նախ եւ առաջ Ալիևին։ Մուտքը արգելելու այս կամ այն պետությունները, սա պետք է լինի այն ձևերից կանգնեցնել ինչ-որ գործարքներ, այդ թվում Հունգարիայի հետ այս կամ այն գործարք։ Ասենք զրկեցին Ադրբեջանին, սարքեցին անբարոյականության կղզյակ, դրանից մենք շահելու ենք։ Մենք չենք շահելու է նախ եւ առաջ քաղաքակիրթ հասարակությունը, մարդկությունը։ Ես ուզում եմ հստակեցնեմ, որ այսօրվա վիճակում Հայաստանը հայտնվել է մի այնպիսի դրության մեջ, որ ոչ թե ինքը պետք է կամ կարող է իր շահերի համար հիմա պայքարի։ Հիմա Հայաստանը հայտնվել է առաջի գծում քաղաքակրթության այսօրվա քաղաքակրթության եւ կներեք սպանության եւ կերության կրողների պատերազմի առաջի գծի վրա։ Դա կարևորագույն մի նոր խնդիր է։ Ու ես ուզում եմ հիշեցնեմ, որ Հակիրճ խնդրում եմ։ Ես ասեմ, մարդասպանությունը բնութագրվել է ինչպես ցեղասպանական բնույթի։ Այսօր այլևս ավելին, քան սա Ադրբեջանը չի կարող մատուցել կներեք ճակերտներում Հայաստանին կամ այլ միջազգային իրավունքի գիտակներին։ Մենք պետք է սա դարձնենք այն հիմքը, որով մենք պետք է ցույց տանք, որ այսպիսի քաղաքականության, լինի դա եվրոպական, լինի դա Հունգարիայի եւ Ադրբեջանի գիտեք հանցավոր պայմանավորվածության վերաբերյալ, մենք պետք է հասնենք բավականին հստակ որոշումների գրեթե բոլոր կրկնում եմ այն ատյաններում, որ ես ասեցի, ատյաններ են թե մարմիններ են։ Շնորհակալություն Հրանտ, խնդրեմ 1 րոպեի շրջանակներում։ Ես ավելի կարճ անգամ կձևակերպեմ, հատուկ պարզապես ուզում եմ խորհրդակցի թերագնահատել քաղաքական գնահատականների եւ քաղաքական ընկալումների։ Լրիվ, այո։ Այն ինչ ասում է Տիկին Ալավերդյան, դա իսկապես չափազանց կարևոր է նախ եւ առաջ մեր երկրի միջազգային հեղինակության տեսակետի սեփական այսպես ասած գաղափարների ընդունելությունը ներկայացնելու եւ դրա շնորհիվ վերջին հաշվով միջազգային հանրությանը հայկական կողմը քաշելու առումով։ Եվ եթե Հայաստանի դիվանագիտությունը կամ ցանկացած այլ գերատեսչություն որևէ մեկ միջազգային կազմակերպությունում թերանա այս գործի իրականացման մեջ, դա հավասար կլինի իսկապես հաղթական հնարավորությունը դեպի բացառնելու հաղթավոր գործի։ Շնորհակալություն, հարգելի ռադիոլսողներ, ես հիշեցնեմ, հեռախոսով զրուցում էին քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի, իսկ Արմ ռադիոյի ստուդիայում էր Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Մեզ հատկացված եթերաժամանակը ուղղակի սպառվեց, ավելին մի բաներ անցել էինք, բայց առաջիկայում անշուշտ մենք դեռ կանդրադառնանք այս թեմային եւ ոչ մի քանի անգամ։ Այսքանով այսօր սահմանափակվենք, շնորհակալություն։ Ստեսություն։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Շարունակում ենք թողարկումը, անդրադառնամ հաջորդ թեմային։
Սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տոնում է իր անկախության հռչակման 21-րդ տարին։ Ամեն ինչ սկսվեց 1991 թվականից, երբ Ստեփանակերտում տեղի ունեցավ Պատգամավորների եւ Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։ Այսօր արդեն հստակ կարելի է նշել, թե որոնք են 21-ամյա անկախ պետության ձեռքբերումներն ու հետագա անելիքները։ Հենց այս մասին է իմ գործընկեր Լուսինե Առաքելյանի անդրադարձը։ Սկսած 1991 թվականից ամեն տարի սեպտեմբերի 2-ը նշվում է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օր։ Խոսելով մեր երկրորդ հանրապետության տարիքային առանձնահատկությունների մասին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը փաստում է, որ համեմատած հետխորհրդային շրջանի ճանաչված կամ massամբ ճանաչված երկրների, այդ թվում Աբխազիա, Հարավային Օսիա, Լեռնային Ղարաբաղը կարելի է եւ պետք է համարել կայացած պետություն։ Սրա վկայությունն է թերևս այն, որ Լեռնային Ղարաբաղը նախ եւ առաջ հաղթեց պատերազմում։ Այս երկիրն այժմ ունի սահմանադրություն։ Այստեղ ոչ առաջին անգամ տեղի են ունենում նախագահական ընտրություններ եւ նույնիսկ կանդիմություն։ Անգլոսաքսոնական աշխարհում 21 տարին չափահասության տարիք է։ Ղարաբաղի Հանրապետությունը կայացավ։ Դա բացարձակ ակնհայտ է։ Աշխարհում չճանաչված կամ massամբ ճանաչված պետություններից Լեռնային Ղարաբաղն ամենահինը չէ։ Եթե հաշվի առնենք Ջամայկան եւ Քաշմիրը, որոնք գոյություն ունեն 1949 թվականից, բայց քանի որ կան էլի բազում չճանաչված երկրներ, ապա կարելի ասել, որ Ղարաբաղի Հանրապետությունը գոյություն ունի արդեն երկար ժամանակ։ Անցած 21 տարիներից կարելի է անել այն եզրակացությունը, որ այս հանրապետությունը կայացել է։ Ալեքսանդր Իսկանդարյանը բացի ձեռքբերումներից խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առջև ծառացած եւ հետագայում լուծում պահանջող խնդիրների մասին։ Դրանք հիմնականում վերաբերում են հանրապետությունում շինարարական ընթացքի շարունակությանը, ավելի կոնկրետ ճանապարհների, դպրոցների, ինչպես նաև ժողովրդագրական աճի եւ իհարկե քաղաքական համակարգի հզորացմանը։ Այս երեք խնդիրներն իրար հետ անմիջական կապ ունեն եւ անհնար է պատկերացնել մեկն առանց մյուսի։ Мне очень трудно назвать один какой-нибудь признак или один какой-нибудь вопрос. Ինձ շատ դժվար է նշել մեկ խնդիր։ Ես կնշեմ միանգամից 3-ը։ Դա նախ եւ առաջ շինարարությունն է, քաղաքների եւ գյուղերի վերականգնումը, ճանապարհաշինարարությունը եւ այլն։ Երկրորդ դա դեմոգրաֆիկ աճն է եւ մարդկանց մշտական բնակության ապահովումն այն տարածքներում, որտեղ հիմա նրանք ապրում են։ Եվ երրորդ քաղաքական համակարգի առավել զարգացումը։ Տնտեսություն, քաղաքականություն եւ ժողովրդագրական զարգացում։ Սրանք 3 հիմնական խնդիրներն են, որոնց առաջ կանգնած է Ղարաբաղը։ Քաղաքագետը նշում է նաև, որ շատ կարևոր է քաղաքական եւ ռազմական դրության պահպանումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային գծում։ Անդրադառնալով Ադրբեջանին, Ալեքսանդր Իսկանդարյանը չկարողացավ շրջանցել Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի հանձնման փաստը։ Իհարկե չանդրադառնալով այս իրադարձության բարոյական կողմին, որը կարծես թե բոլորիս համար էլ պարզ է եւ քննարկման ենթակա չէ, քաղաքական տեսանկյունից սա ուղղակի դասական օրինակ է նրա, որ այն ինչ ծրագրել էին ադրբեջանցի քաղաքական գործիչները կշրջվի հենց իրենց դեմ, հավելում է քաղաքագետը։ Азербайджанское руководство, те, кто принимали решения и предпринимали усилия по поводу освобождения Сафарова. Ադրբեջանական կառավարությունը եւ բոլոր նրանք, ովքեր ջանքեր էին գործադրում ազատելու Սաֆարովին, ամենակիչն ուզում էին վնաս հասցնել իրենց երկրին։ Մարդասպանը, որը սպանություն է գործել ոչ թե մարտի դաշտում, այլ սպանել է քնած մարդու, ով դատական նիստերի ժամանակ շեշտում էր, որ զղջում է միայն նրա համար, որ կարողացել է սպանել միայն մեկ հայի, հետ է գնվում Ադրբեջանի կողմից, բերվում հայրենիք եւ հակառակ միջազգային եւ տեղական օրենքների ազատ արձակվում։ Նա բառացիորեն հերոս է ճանաչվել իր երկրում։ Երեք պարզ դարձավ, որ այս հանցագործությունը կատարել է ոչ թե Սաֆարով մարդը, այլ Ադրբեջան պետությունը։ Սա է փաստում նաև նրան ներելու Ադրբեջանի նախագահի որոշումը։ Այս երկրում փաստորեն գրեթե բացակայում է նաև քաղաքացիական հասարակության գաղափարը։ Նրանք արդարացնում են մեկին, ով սպանել է մարդուն ուղղակի հայ լինելու համար։ Ես ամբողջ գիշեր հետևում էի լրատվությանը եւ եթե հնարավոր է դրանից եզրակացություններ անել Ադրբեջանում արկա հասարակական կարծիքի մասին, ապա այն կարող է առաջացնել միայն խոր ափսոսանք եւ զզվանք։ Մինչև երեք այս իրադարձությունը կարելի էր շահարկել որպես սպանություն, որը գործել էր մարդը մարդու նկատմամբ։ Սաֆարովը մարդասպան է, անառողջ մարդ, ով գուցե ուներ վրեժի զգացում հայերի նկատմամբ։ Երեկվանից սկսած Սաֆարովը մարդ չէ, նա պետություն է, որն էլ հենց արդարացրեց նրան։ Азербайджанское государство оправдало убийцу. Այս փաստը հետագայում հայ քաղաքական գործիչները կարող են հրաշալիորեն օգտագործել ապացուցելու համար, թե ինչու մեր երկիրը չի կարողանում դիվանագիտական հարաբերություններ հաստատել հարևանի հետ։ Չէ՞ որ մեզ բազմիցս առաջարկում են հաշտվել, գնալ զիջումների, բայց արդյոք սա հնարավոր է այս պարագայում։ Երեկվա դեպքն ապացուցեց, որ ոչ, հավելեց քաղաքագետը։ Լուսինե Առաքելյան, Արմ ռադիո։ Հայաստանի համար 20-րդ դարը եղել է ոչ միայն ցեղասպանության դար, այլև պետականաշինության։
Չպետք է մոռանալ, որ 20-րդ դարում հիմնել ենք երկու պետություն, մեկը պետականորեն ճանաչված, մյուսը հաստատապես ճանաչման ճանապարհով գնացող։ Սեպտեմբերի 2-ին լրանում է Արցախի հանրապետության ստեղծման 21-ամյակը։ Մանրամասնում է Սոնա Կարապետյանը։ Արցախի հանրապետության մասին խոսելով անհրաժեշտ է առաջին հերթին մատնանշել այն հանգամանքը, որ այս պետությունը թեև չճանաչված, սակայն լեգիտիմ կայացած պետություն է, եւ այս մասին անհրաժեշտ է փաստել յուրաքանչյուր ամբիոնում, որտեղ հանդես ենք գալիս այս խնդրի շուրջ։ Անհրաժեշտ է փաստել եւ ընդգծել նաեւ այն հանգամանքը, որ այս պետությունը չի հակադրվում այսպես կոչված տարածքային ամբողջականության խախտման սկզբունքին։ Արցախի մասին ձևակերպումներում նման կարևորությունը շեշտում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը եւ հավելում, որ պետականաստեղծման 21 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձեռք է բերել ամենաժողովրդավար սկզբունքը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման օրինականության գաղափարը պետք է միշտ առաջին պլանում մղի։ Այսօր Եվրոպան կնախանձեր ժողովրդավարության այն աստիճանին, ինչ ձեռք է բերվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվրոպան կնախանձել Ադրբեջանի մասին խոսել անիմաստ է ուղղակի։ Նաև վերջին նախագահական ընտրությունները ցույց տվեցին, թե ինչքան թափանցիկ, արդար եւ օրինակելի ուղղակի ընտրություններ տեղի ունեցան։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի Ադրբեջան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հակադրությունը այդ անդունդը քաղաքակրթական այդ անդունդը որ կա երկու պետությունների միջև ցույց տրվի, բացահայտվի այդ քաղաքակրթությունների անհամատեղելիությունը։ Այս ենթատեքստում քաղաքագետը առաջ է քաշում այն հարցադրումը, որ պետք է արվի նաև միջազգային հանրության առջև եւ բանակցային գործընթացում պետք է անընդհատ հայտարարվի այն մասին, որ ժողովրդավար Արցախը որևէ պարագայում չի կարող գտնվել բռնապետական Ադրբեջանի կազմում։ Իր հերթին պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը կարևորում է մեկ հանգամանք եւս։ Ի տարբերություն Կոսովոյի, Աբխազիայի եւ դեռևս միջազգային ճանաչված այլ պետությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ունի մարտունակ բանակ եւ իր անվտանգությունը ապահովում է ոչ թե միջազգային խաղաղապահ ուժերի, այլ սեփական, ռազմական, մարտական ուժի շնորհիվ։ Սա ամենակարևոր փաստն է եւ յուրաքանչյուր պետության կայացման եւ ամրապնդման թիվ 1 պայմանը այն է, որ պետությունը ունի իր անվտանգությունը ապահովելու սեփական միջոցներ։ Արցախը այսօր ունի այդ միջոցները, ունի մարտունակ բանակ։ Երկրորդ, Արցախը անցել է պետականաշինության եւ ունի կայացած պետական ինստիտուտներ, որոնք իսկապես չունի անգամ Ադրբեջանը։ Ի վերջո բանախոսները փաստեցին, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում կա 3 ուղղություն՝ ստրատեգիական, իրավաքաղաքական եւ ազգային։ Իսկ հայկական կողմի աշխատանքներն Արցախի հարցի իրավական փաթեթի առումով լրացված է եւ օգուտ Արցախի ժողովրդի, սակայն հայկական կողմը պետք է աշխատի եւ ողջ աշխարհին ցույց տա, որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքը համարժեք սկզբունքներ չեն։ Գլխավորն ազգերի ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունն են։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Ինչ ունի այսօր Արցախը եւ որն է հանրապետության ձեռքբերումը։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանն է պատասխանել այս հարցերին, միևնույն ժամանակ անդրադառնալով 3 տեղի ունեցած դեպքերին, մասնավորապես թե ինչ ազդեցություն կունենա Հունգարիայի քայլը Արցախի հակամարտության գործում։ Թեմայի շուրջ առավել մանրամասն Նունե Ավետիսյանի ռեպորտաժում։ Գլխավորը պետության կայացումն է, իսկ Արցախը ինստիտուցիոնալ իմաստով կայացած է, քանի որ տարածաշրջանում 90-ականներից սկսած Արցախը ցույց է տալիս դեմոկրատական զարգացման լավագույն օրինակը, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը, նախապես շնորհավորելով Արցախի հանրապետության տոնի առիթով։ Արցախի համար գլխավորը ինստիտուցիոնալ առումով կայացած պետություն լինելն ու դեմոկրատական ավանդույթների առկայությունն է։ Քաղաքագետն այն կարծիքին է, որ Արցախն այսօր ապացուցում է, որ կարողանում է պահել անկախությունը, սակայն Արցախի խնդիրը անկախության ճանաչման հարցն է։ Թեպետ Լևոն Շիրինյանը դա այդքան էլ չկարևորեց, քանի որ գլխավորը պետականության ամրապնդումն է։ Մեր խնդիրը անշուշտ չէ Արցախի անկախության ճանաչման հարցն է, որ մեր ժողովրդի առջև ծառացած է։ Ես սրան շատ կարևորություն չեմ տալիս։ Սրա մեջ ես տեսնում եմ նաև օտար քարոզչամիջոցների այս բանը, ոնց ասեմ, հիստերիան, որ կարծես թե ուրեմն եթե այդ անկախությունը չի ճանաչում, այդ անկախությունը գոյություն չունի։ Գլխավորը պետականության կայացումն է, որը պետականորեն կա։ Մանավանդ զինված ուժերի պիտի նկատի ունենալ։ Մեր համար բանակ ստեղծելը բացառիկ նշանակություն ունի։ Արցախը նաև խորհրդային տարիներին ապացուցեց, որ տալիս է աշխարհին առաջնագարկ զինվորական գործիչներ։ Սա շատ կարևոր փաստ է։ Ինչ վերաբերում է Արցախի հետագա գործունեությանը, քաղաքագետն ասաց, որ հեռանկարում պիտի լինի Հայաստանի հետ միավորվելը, իսկ գլխավորը ժողովրդի ինքնորոշման իրավունքն է։ Արցախյան հարցը քաղաքագետի դիտարկմամբ ունի ստրատեգիական, իրավական եւ ազգային ուղղություն։ Տարածքային ամբողջությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը
Դրանք հավասար սկզբունքներ չեն եւ ոչ ոք չի կարող մեզ հակառակը համոզել, շեշտեց Լևոն Շիրինյանը։ Առաջնային Արցախի հարցում ազգերի ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունն է եւ այս համատեքստում անշուշտ քաղաքագետը չէր կարող չանդրադառնալ նաեւ 3 տեղի ունեցած դեպքերին։ Հաշվի առնելով Հունգարիայի պատմությունը քաղաքագետին չի զարմացրել վերջինիս կայացրած որոշումը։ Մասնավորապես Լևոն Շիրինյանը կարծում է, որ այդ քայլը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ արցախյան հակամարտության գործում։ Հունգարական իրադարձությունները այս չէ փաստի վերաբերյալ ինձ ցույց տվեցին, որ կներեք ինձ, որ քաղաքագետ Եվրոպան թքած ունի քաղաքակրթության վրա։ Գործում է ռեալ պոլիտիկը, գործում են կոնկրետ քաղաքական, տնտեսական եւ այլ շահեր։ Ինչ եմ ուզում ասել, դա ոչ մի նշանակություն ունի, բայց ձեզ հետ միասին մեր աչքերը պիտի բաց լինի։ Հունգարիային ինչ, տեսեք, նույնիսկ մենք դեսպանատուն չունենք այստեղ։ Մեր դեսպանը Թիֆլիսում է նստում, իրենց դեսպանը մեր գծով։ Այսինքն մենք իրենց համար երկրորդական մի երկիր ենք։ Եթե կարևոր երկիր լինեինք, չէ, դեսպանատունը կլներ Երևանում։ Հայաստանին բան չի ասում, նա գնում է Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ գործարքների։ Հայաստանը ոչինչ չի ասում։ Ուղղակի Հայաստանի բանը դեռ չի դնում։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական երկրների արձագանքին, ապա Շիրինյանի խորին համոզմամբ, ինչպես շատ հաճախ, այս պարագայում եւս ականատես կլինենք անկեղծ խոսքերի եւ կոչերի։ Բոգորտինոսի արդյունքներ։ Իբր իրենք խաբար չեն, բոլորն են անում։ Չխոսեն բան կանեն, ամերիկացիները Բեն Լադենին գտան Իրաքում։ Միջուկային զենք կար։ Հիմա ինչ են ասում են կներեք չկար էլի։ Այսինքն սա քաղաքականության երկրորդ շերտն է։ Եվ հետո կգտնեն նաև փաստեր, նայեցեք, միջազգային իրավունքի մեջ հիմա կգտնեն մի հատ շտրիխ մի օրենքի մեջ, ասենք 23 թվին ընդունված, որը թույլ է տալիս եւ այլն։ Եվ կձևակերպեն կգնաք ասեն օրենքով ինչեր էր որ։ Լևոն Շիրինյանի կարծիքով կասեցնելով դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, առաջին հերթին տուժելու է այնտեղ ապրող հայությունը, իսկ Հայաստանին մնում է ոչ այլ ինչ, քան կանոնակարգել հետագա քայլերը։ Այս առիթով քաղաքագետն առաջարկում է ստեղծել լոբիստական համաժողով։ Մենք ունենք ահռելի պոտենցիալ, որ չենք օգտագործում։ Որն է դա։ Ես առաջարկում եմ հետևյալը. շուտապույտ կազմակերպել համաշխարհային հայկական լոբիստական կազմակերպությունների համաժողով։ Կոնկրետ հարցը քննել, որ մայրաքաղաքում որ կառույցը կարող է ինչ անել եւ համադրել եւ մի նշանաբանով, որ ոչ մի թիսող թշնամուն եւ Արցախի տարածքի մի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այս սրանք ռեալ ճանապարհներ են։ Մենք պետք է կողմնորոշվենք արևմտյան երկրների համալսարաններ մտնենք, դասախոսներ որպես։ Պետության կազմակերպվածության ուժը եւ պետության ուրեմն հզորություն մեզ խիստ անհրաժեշտ է, որ ոչ Ռուսաստանի ճորտը դառնանք, ոչ էլ արևմուտքի ամեն մի խոսքի, այսպես ասած, գերին դառնանք։ Պետության հզորացման գրավականը գիտության, կրթության եւ արդյունաբերության ոլորտներում ներդրումներ կատարելն է։ Այս երեք գործոնների ուժեղացման դեպքում միայն գերտերությունները հաշվի կնստեն մեզ հետ, քանի որ կունենան ազդեցության լծակներ, եզրափակեց քաղաքագետը։ Նունե Ավետիսյան, Արմ ռադիո։ Սեպտեմբերի 1-ը դպրության եւ կրթության օրն է, եւ հենց այդ օրն առաջին անգամ գիտելիքի շտեմարան ոտք են դրել հազարավոր փոքրիկներ։ Սեպտեմբերյան այս տոնական օրը հանրապետության բոլոր դպրոցներում հնչել է առաջին զանգը եւ ազդարարել նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Երևանի թիվ 125 հիմնական դպրոցի աշակերտները հանդիսավոր տողանին շարված ականատես են եղել մեծ ու տոնական միջոցառման։ Թեմայի մասին Լուսինե Նորեկյանի անդրադարձում։ Գիտության օվկիանում իր հունը գտած, այսօր մեկնարկում է նոր ուսումնական տարին, այն լիև նոր գույներով, նոր դեմքերով ու անեզր ակնկալիքներով։ Բարի ողջույն հարգելի ներկաներ, սիրելի աշակերտներ, առաջին դասարանցիներ, թող ոգեղեն օրվա ոգեղեն խոսքեր ալիքվեն այս լույս հրապարակում։ Շնորհավոր սեպտեմբերի 1-ը, շնորհավոր գիտելիքի օրը, շնորհավոր նոր ուսումնական տարին, թող մաշտոցյան օրհնանքն ու մաղթանքը սրբագործվեն ու լուսիակոնք դառնան ձեր հոգիներում։ Բարի գալուստ եւ բարի երթ դեպի լուսավորություն։ Ու բացվեց գիտելիքի առավոտը։ Բարև Հայաստան, բարև Արցախ, բարև Շուռ։ Հանրապետության 1460 դպրոցներում ավելի քան 37,000 առաջին դասարանցիների համար հնչեց առաջին զանգը։ Դպրոցի բակում հավաքված աշակերտներին նոր ուսումնական տարվա եւ սեպտեմբերի 1-ի առթիվ առաջին հերթին շնորհավորում են տնօրենները։ Երևանի թիվ 125 հիմնական դպրոցի տնօրեն Ծովինար Ղազարյանը շնորհավորելով աշակերտներին ու մանկավարժներին կարևորեց գիտության դերն ու նշանակությունը։ Թող ձեր ուղին մի
միշտ պայծառ ու լուսաշող լինի։ Երբեք գլուխ չխոնարհեք ու չընկճվեք որևէ դժվարության առաջ։ Եղեք արժանի հետնորդները մեր քաջ նախնիների։ Բարձր պահեք դպրոցի պատիվը, այն ձեր երկրորդ տունն է, ձեր մանկության օրանը։ Հարգելի մանկավարժներ, սիրելի ծնողներ, դպրոցականներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի գիտելիքի ու դպրության օրվա առթիվ։ Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք, նոր ձեռքբերումներ, ցանկանում եմ, որ ուսումնական տարին լինի հագեցած եւ արդյունավետ, բարի երթ եւ հաջողություն ձեզ։ Հազարավոր փոքրիկներ առաջին անգամ մուտք են գործում դպրոց, ժպիտներ, արցունքներ, ծաղիկներ։ Այս ամենը այսօր կարելի էր տեսնել գրեթե յուրաքանչյուր դպրոցի բակում։ Սրանք այն զգացումներն են, որոնք պարուրել էին առաջին դասարանցիներին։ Անահիտ Խլխաթյանը 30 տարվա մանկավարժական կենսագրություն ունի։ Նա այս տարի 10-րդ անգամ է գիտության աշխարհ ուղեկցում աշակերտներին։ Հայեցի դաստիարակությունը ծերմանենք ոչ միայն մեր տեղի բալիկներին, այլև քանի որ սիրահայերն են հիմա գալիս։ Նրանց էլ օժանդակենք, որպեսզի տեղ գտնեն մեր երկրում։ Հայաստանում բնակվողն էին ամբողջ Սփյուռքի հայ երեխաներին, բոլորին, ամենալավն ու բարին։ Ցանկացած ուսուցչի եւ նաեւ ծնողի մեծ երազանքն է, որ իրեն երեխային սանին տեսնի ապագայում լավ բարձունքներ նվաճած եւ ես մաղթում եմ, որ ամեն սեպտեմբերի 1-ին մենք այնպիսի սերունդ ընդունենք եւ հետո էլ ճանապարհենք կյանք, որ նրանք կյանքում պիտանի մարդիկ դառնան։ Բրավորում եմ բոլոր աշակերտներին նոր ուսումնական տարվա առթիվ, ցանկանում եմ նրանց երկար կյանք, առողջություն, խաղաղ երկինք եւ բարձր ուսում։ Շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին միացել էին ծնողներն ու հենց իրենք աշակերտները։ Սրտան շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին, հատկապես նրանց ծնողներին, ինչքան սրտի թրթիռով, ինչ հուզմունքով, ինչ սպասումներով բերում եմ։ Ողջունած եմ երկրորդը եւ ալիքն եմ, շատ հուզված եմ եւ շնորհավորում եմ բոլոր հայ ժողովրդին այս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ եւ մաղթում եմ բոլոր բալիկներին լավ սովորեն եւ արժանի լինեն իրենց պետության։ Կյանքի երրորդ փուլն են մտնում երեխաները։ Ես թորնիկից բերելուց ասում էի, մարդը 5 փուլ է անցնում կյանքում։ Առաջինը ծնվում, երկրորդը մանկապարտեզ, երրորդը դպրոց, հետո ինստիտուտ, հետո աշխատանք եւ ընտանիք։ Հիմա մեր բոլորի փոքրիկները երրորդ փուլն են անցնում, այնպես որ շատ կարևոր փուլ, որովհետեւ գիտության, կրթության իրոք հիմքը պիտի դրվի այսօր։ Շատ ուրախ եմ, որ սեպտեմբերի 1-ն է։ Ես շատ եմ սիրում իմ դպրոցը, շնորհավորում եմ իմ ընկերներին։ Դպրոցյան դարավոր պատմություն ունեցող հայ ժողովրդի համար սեպտեմբերի 1-ը եւ գիտելիքի օրը իսկական տոն է։ Հենց այդ օրը կրթօջախ շտապող երիտասարդները, պատանիներն ու աղջիկները լցված կրթության հանդեպ մեծ պատասխանատվությամբ խոստանում են եւ հավաստիացնում, որ պետք է լինեն պետության արժանի քաղաքացիներ։ Շնորհավոր սեպտեմբերի 1։ Լուսինե Նորեկյան, Արփ ռադիո։ Հարգելի ռադիոլսողներ, գլխավոր թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ Արփ ռադիոյի ստուդիայում աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։